брат дает и слушает. Եղբայրը տալիս է մեկնաբանությունը։ Народ мой, Իմ ժողովուրդ, я говорю вам, ես խոսում եմ ձեզ հետ այս երեկո, երբ դուք հավաքվել եք միասին, сходя сегодня на ваши այսօր իմ հոգով եւ իմ խոսքով իջնելով ձեր սրտերին եւ թափանցելով ձեր հոգու մեջ, я говорю, ես դարձյալ ասում եմ զավակներս, не ձեր առջևում սպասվող օրերը մեծ կլինեն նրանց համար, ովքեր կորոշեն հետևել ինձ, ասում է Տերը, քանզի ես ասում եմ, որ իմ խոսքից շատ բաներով լուսավորելու եմ ձեր շավիղը, եւ ես ասում եմ ձեզ իմ ժողովուրդ, որ եթե դուք մտադրվեք հետևել ինձ, ես ձեզ իմաստություն եւ հասկացողություն կտամ այս բոլոր բաների վերաբերյալ։ Но когда я смотрю на Բայց երբ ես նայում եմ ձեզ այս երեկո, ես տեսնում եմ, որ որոշ սրտերում ասում է Տերը, որ այս երեկո այստեղ կան ոմանք, ասում եմ ձեզ, ովքեր մտահոգված են, թե ինչին հավատան, բայց իմ ժողովուրդ, այս երեկո ես ասում եմ ձեզ, մի վհատվեք եւ մի հեռացեք այստեղից, ասում եմ ես, ընկճված սրտով եւ կանխակալ վերաբերմունքով այս ամենի հանդեպ, քանզի ես ասում եմ ձեզ, որ եթե նայեք Տիրոջը, ես ասում եմ, որ ձեզ հասկացողություն կտամ եւ կզբաղվեմ ձեզնով, որպես իմ զավակի, եւ ես ձեզ կառաջնորդեմ դեպի այս լույսը, եւ ես ասում եմ, որ ես կկատարելագործեմ ձեզ որպես իմ ժողովուրդ, եւ ես ասում եմ ձեզ հիմա իմ որդիներ եւ դուստրեր, եւ գնաք այստեղից, եւ երբ ուղղորդվեք դեպի այն բազում վայրերը, որտեղից եկել եք, վերցեք ձեզ հետ այս լույսը, ասում եմ ես, եւ վկայեք դրա մասին շատ մարդկանց, քանզի ես ասում եմ, որ այսօր ողջ աշխարհը խավարի եւ շփոթության մեջ է, բայց ես դիմում եմ իմ ծառաներին, ասում է ամենակարող Աստված, ձեր ժամը հասել է, այո, ես ասում եմ ձեզ հիմա ծառաներս, բարձրացրեք իմ ավետարանի ճշմարտության լույսը, հռչակեք իմ սուրբ խոսքը իմ ժողովրդին, որպեսզի նրանք ազատագրվեն այս ամենից, ասում է Տերը։ Արդ, եթե այստեղ գտնվեց մեկը, ով չգիտի, թե սա ինչ է, սա Պենտեկոստեն է, Սուրբ Հոգին է խոսում, Հիսուսն ասաց, գնացեք ամբողջ աշխարհով մեկ քարոզեք ավետարանը, հավատացողներին կուղեկցեն այս նշանները, նոր լեզուներով կխոսեն, ձեռքեր կդնեն հիվանդների վրա եւ նրանք կառողջանան, այն ամենը ինչի մասին նա խոսում է կկատարվի։ Ես այնքան ուրախ եմ, տեսնում եք, թե ինչպես է գալիս Սուրբ Հոգին հաստատելով այս խոսքը, վերցեք այս լույսը, մի կասկածեք դրանում, պարզապես ընդունեք այն եւ նա կզբաղվի ձեզնով ինչպես երեխայի հետ եւ կմեծացնի ձեզ, Սուրբ Հոգին այնքան բարի է, չէ՞ որ այդպես է, սա Սուրբ Հոգին է մեր վրա, ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ Աստվածաշնչում մարդիկ չգիտեին, թե որտեղից է գալու թշնամին, եւ Սուրբ Հոգին այս կերպիչավ մի մարդու վրա եւ ասաց նրանց, թե հենց ուր է պետք գնալ եւ նրանք գնացին այնտեղ եւ Աստված շփոթեցեց այդ թշնամուն ու ջախջախեց նրանց, ճիշտ է, մենք դեռևս ապրում ենք Աստվածաշնչյան ժամանակներում, այդպես չէ, միշտ քանի դեռ կա Սուրբ